Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի այսօրվա անոնսի վերլուծությունը մենք ստիպված ենք սկսել կրկին ու կրկին Մանանի կերպարով, ով կարծես որոշել է ամեն օր ինքն իրեն գերազանցել, ցավոք դառնալով ավելի ու ավելի վատը եւ անտանելի իր հարազատների համար։ Թվում էր, թե Գրիշոյի կողմից լքվելուց եւ նվաստացվելուց հետո այս աղջիկը պետք է խելքի գար, գնահատեր իր ընտանիքի անսահման նվիրվածությունը, բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Երբ Դավիթ պապիկը այդ իմաստուն եւ բազում ցավեր տեսած ծերունին մտնում է նրա սենյակ, ընդհանրապես հայրական մի խորհուրդ տալու, խնդրելու, որ Մանանը մի փոքր հարգել սովորի իր ընտանիքը եւ ճիշտ ապրի, արժանանում է ամենադաժան վերաբերմունքին։ Մանանը ոչ միայն չի լռում, այլև նայում է պապիկի աչքերին եւ արտաբերում խոսքեր, որոնք դաշույնի պես խոցում են ծերունու սիրտը։ Նա ասում է, որ երանի իր հորեղբայրը, այսինքն կորած Ավոն, գար ու իրեն տաներ այդ տանից։ Սակայն Մանանը այսքանով չի բավարարվում իր կուրացած ծայրույթի մեջ։ Նա ավելացնում է մի նախադասություն, որը հավասարազոր է մահավճռի։ Նա ասում է, որ երևի իր խեղճ հորեղբորն են այս տանն այնքան զզվացրել, որ նա պարզապես թողել ու հեռացել է ընդմիշտ։ Խեղճ Դավիթ պապիկը քարանում է տեղում։ Նա, ով իր հոգու խորքում մինչև հիմա տանջվում է որդուն վռնդելու մեղքի տակ, ով արցունքներով է հիշում իր անցյալը, ստանում է նման ստոր հարված սեփական թոռնուհուց։ Պապիկը խելակորույս դուրս է գալիս սենյակից, նստում է աստիճաններին ու սկսում անզորությունից լացել։ Սա սերիալի ամենահուզիչ եւ ամենացավոտ տեսարաններից մեկն է, որը ցույց է տալիս, թե որքան անարդար կարող է լինել կյանքը եւ թե ինչպես կարող են հարազատ արյունակցի անզգույշ եւ չմտածված խոսքերը վերջնականապես կոտրել ծնողի հոգին։ Իսկ մինչ Սարգսյանների տանը տիրում է այս հոգեբանական ծանր ողբերգությունը, սպորտային ճակատում իրադարձությունները ստանում են բոլորովին այլ, անսպասելի ընթացք։ Ինչպես արդեն գիտենք, Լեոյի ու Վլադիմիրի երկար սպասված մարտը անորոշ ժամանակով հետաձգվում է, քանի որ Վլադիմիրը դժբախտ պատահարի արդյունքում կոտրել է ոտքը։ Այս ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել Գրիշոն։ Նա ցանկություն է հայտնում փոխարինել Վլադիմիրին ռինգում, սակայն Հունանը կտրականապես մերժում է որդուն։ Եվ պատճառը ոչ թե Լեոյին խնայելն է, այլ այն փաստը, որ Գրիշոյի առողջական վիճակը պարզապես թույլ չի տալիս նրան նման ծանրաբեռնվածություն ունենալ։ Բայց այստեղ ի հայտ է գալիս Լեոյի իսկական արժանապատիվ տեսակը։ Հիշելով, թե ինչպես ժամանակին Վլադիմիրը ազնվորեն հրաժարվեց մենամարտել ուրիշի հետ եւ պահանջեց կռվել միայն իր դեմ, մեր հերոսը որոշում է պատասխանել ճիշտ նույն կերպ։ Լեոն հրաժարվում է մենամարտել որևէ այլ մրցակցի հետ, նախընտրելով սպասել Վլադիմիրի լիարժեք ապաքինմանը։ Այս ազնվության ֆոնին Լեոն ու Դավիթը որոշում են մարդկային քայլ անել եւ գնում են հիվանդանոց տեսակցելու Վլադիմիրին։ Եվ հենց այստեղ հիվանդանոցի միջանցքներում տեղի է ունենում մի հանդիպում, որը բոլորիս մոտ պարզապես բազմաթիվ տրամաբանական հարցեր է առաջացնում։ Հիվանդանոց է գալիս նաև Ավոն։ Տեսնելով իր եղբորորդիներին, Լեոյին ու Դավիթին, Ավոն անմիջապես խառնվում է իրար։ Նրա դեմքին հայտնվում է վախն ու խուճապը։ Բայց տեղի է ունենում ամենատարօրինակ բանը։ Տղաները հերթական անգամ նայելով Ավոյին, կրկին չեն ճանաչում նրան։ Սիրելի հետևորդներ, եկեք մի պահ տրամաբանենք, ախր այս տղաները այնքան էլ փոքր չեն եղել, երբ Ավոն հեռացել է տանից։ Նրանք լիովին գիտակից տարիքում էին եւ պետք է որ շատ հստակ հիշեին իրենց տան անդամի, իրենց հարազատ հորեղբոր դեմքը։ Միթե ժամանակն այդքան անխնա ջնջել է նրանց հիշողությունը։ Թե սա պարզապես սյուժետային հնարք է, ինտրիգը եւս մի փոքր երկարացքելու համար։ Եվ վերջապես, արդյոք գոնե հիմա Լեոն ու Դավիթը կհասկանան, որ իրենց փնտրած հորեղբայրը կանգնած է իրենց աչքի առաջ։ Անպայման գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, որպեսզի միասին քննարկենք այս շատ հետաքրքիր զարգացումները։